Երկու հոգի ինչ վտանգ է, ինչու չեն կարող երկու հոգի բարձրանալ։ Գիտեք ինչ, եթե ուղղակի քննարկենք հայցողական լիազորությունը, այստեղ հայցողական լիազորություն չկա։ Դա դեպքում պատասխանեմ հերթով խոսենք, հա։ Գյուղացիական հայցողական լիազորություն այստեղ չունի, գյուղացիան կատարում է պարտականությունները, դրա դեպքում միջոցառումը բնական ընթացք ապահովել։ Ես ենթադրում եմ անվտանգությունը դատելով ձեր քանակից, հիմա այս երկու հոգին ինչ վտանգ են ներկայացնում, մոտենալ։ Ուզում հասկանալ երկու հոգին ինչ վտանգ են ներկայացնում, մի թուղթ ստուգ է, անցնել ներկայացնել իրենց պահանջը վերադառնում։ Ձեր ուղեկցություն։ Եթե ինչ-որ մի բան սահմանված է օրենքով, որ օրենքով հավաքների ազատության մասին օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի ոստիկանությունը ապահովում է հավաքի անցկացման հարակից տարածքի ազատությունն ու ելքը, իսկ ոստիկանության գործերի մասին օրենքի 8-րդ հոդվածների հիմքում մենք իրականացնում ենք որպես գործերի ծառայողներ մեր գործառույթները, տվյալ դեպքերում նաև այլ հանրային միջոցառման խաղաղ եւ բնական ընթացքի ապահովում։ Եվ մենք էլ նպաստում ենք խաղաղ եւ բնականon ընթացքի ապահովում։ Բնականon ակցիայի շարունակությունն այն է, որ երկու հոգի մոտենան նամակով, ընդհանրապես փոխանցեն նամակը վերադառնան։ Ինչ խնդիր կա այստեղ, ինչ խնդիր ենք լուծում թույլ չտալով։ Իրավունք չունենք այս տարածք մուտք գործելու։ Եկեք այսպես ունենք, ասել ես, որովհետև այստեղ այդպես սահմանված է որպես հանրային միջոցառում։ Սահմանված է, որ տվյալ դեպքում հանրային միջոցառումը անվտանգության միջոցառումներից ելնելով տարածքը սահմանված է։ Այդ հանրային միջոցառմանը հանրային է։ Կներեք արարողակարգային պետական միջոցառում։ Շատ լավ։ Արարողակարգային պետական միջոցառմանը նայեք, քանի շերտ կա պաշտպանության, մինչև շենք, մենք չենք մոտենում կոնկրետ առաջնորդի, մինչև շենք մոտենում ենք։ Ինչ խնդիր կա, ուզում եմ հասկանամ, ինչ վտանգ եք տեսնում, պետքա սահմանափակումը լինի համաչափ։ Հիմա տվյալ պարագայում ազատության սահմանափակումը ինչով է ձեր սահմանափակումը համաչափ, եթե ես համալիրի շենքին մոտենամ։ Իմ ձեռքին կա այնպիսի միջոց, որ այս շենքի հանդեպ կամ շենքում գտնվողների հանդեպ անհամաչափ որևէ վտանգ կարող է ներկայացնել։ Շատ լավ։ Դուք ինչքան ժամանակ եք գիտեք այս միջոցառումի մասին։ Տևական ժամանակ։ Տևական ժամանակ։ Դուք գիտեք, որ հավաքների ազատության մասին օրենքի համաձայն 9-րդ հոդվածի համաձայն պետք է ներկայացնել իրազեկում հավաքի անցկացման վերաբերյալ եւ 10-րդ հոդվածում հստակ նշված է, որ իրազեկման նպատակը հանդիսանում է հավաքի բնականon ընթացքի ապահովում, նաեւ այլ միջոցառումների բնականon ընթացք ապահովելու համար։ Որտեղ է իրազեկում։ Ոստիկանապետին ենք զանգահարել, նացքով չենք իրազեկում։ Դա իրազեկում չի, դա տեղեկացում է, որը կներեք պատասխանում եմ ձեր հարցին։ Հա, այդպես է։ Դա համար այսպիսի հարցեր, որի վերջի բան չկա, մենք ամեն կերպ աջակցել ենք հավաքի բնականon խաղաղ ընթացքին։ Ու եթե տեսել ենք լարված իրավիճակներ, մոտեցել ենք, կարգավորել ենք, դուք բոլորը տեսեք, ճիշտ չի։ Տեսել ենք։ Մենք ամեն ձև աջակցել ենք, ամեն կերպ։ Մեր գործառույթը դա է, բայց միևնույն ժամանակ հավաքների ազատության իրավունքը բացարձակ իրավունք չի։ Եվ 5-րդ հոդվածով գիտեք, որ անհրաժեշտ է, եթե անհրաժեշտ է, այլ կարող է որոշակիորեն տարածական առումով սահմանափակել։ Հիմա այդ գործառույթն է։ Հիմա ես ձեր հարցի պատասխանում եմ։ Եթե նման հարց կար քննարկելու, կարելի նախապես քննարկել, ընդ որում դուք իրավակարգավորումներին ծանոթ եք, բայց ձեր իրավունքն է։ Դուք չեք որոշել այդպես անեք, որոշել եք այսպես անցկացնել։ Հիմա պարզաբան Հիմա ներողություն, պարզաբան։ Նայեք, սա հավաք չի, սա նկատի ունեմ համալիրին մոտենալը հավաք չի։ Հավաքը այստեղ գտնվող գործողությունն է, հետեւաբար մենք ուղղակի մի քանի ներկայացուցիչներով ուզում ենք մոտենալ համալիրին։ Տվյալ պարագայում իրազեկման խնդիր չկա։ Պլյուս այս գաղափարը առաջացել է նոր ինքնաբուխ, որ մենք պետք է մոտենանք, քանի որ մենք հայտարարություն ենք անում, այս հայտարարության տեքստը մենք վախ ունենք, մտավախություն ունենք, որ իրենց չի հասնելու, մենք որոշել ենք, որ ուզում ենք արձեռն տանել ներկայացնել իրենց ներկայացուցիչներին։ Ես վստահ եմ, որ առաջնորդները դուրս չեն գալու զուռնադհոլով մեզ դիմավորելու հայտարարության տեքստներ վերցնելու, գոնե իրենց պատվիրակներին արձեռն կտանք եւ կխնդրենք, որ փոխանցեն։ Քանի որ դուք բավականին մեծ հեռավորության վրա պաշտպանիչ շերտ եք դրել, մենք նույնիսկ կարծում ենք, որ իրենք մեր հավաքը չեն տեսել, որովհետև այնտեղ բաներ կա դրած եւ այլն, պատշաճ հեռավորության վրա չենք եղել եւ ուշադրություն չեն գրավել։ Դրա համար մենք որոշեցինք, որ հայտարարության տեքստը
գոնե տանենք, տեղ հասցնենք։ Այս պարագայում մեր քայլելով գնալու պարագայում ձեր ուղեկցությամբ ինչ վտանգ եք տեսնում, որ կարող է արարողակարգային միջոցառմանը այդ վտանգը ներկայացնել։ Ես չեմ տեսնում ու համարում եմ ձեր սահմանափակումը անհամաչափ է պարագայում։ Ընդ որում ինքը հանրային միջոցառում է, հազարավոր մարդիկ մասնակցում են, մենք էլ այդ մարդկանցից մեկն ենք, հենց նույն ժողովրդավարության համար են հավաքվել, մենք էլ ենք նույն բանի համար եկել ու մեր իրավունքների մասին ուզում ենք բարձրաձայնել։ Հիշեցնեմ, որ այդ նույն առաջնորդները 3 փողոցներում քայլում էին։ Հաստատ իրենք որևէ վտանգ չեն զգում, առավել եւս ձեր ուղեկցությամբ ենք մենք գնում։ Այս պարագայում ինչ խնդիր եք տեսնում։ Դուք ասում եք հավաքչի, նախ ասեմ, որ 2 եւ ավելի անձի միաժամանակ ներկայությունը որևէ հանրային բարելում, հանրային նշանակություն ունեցող հարցի շուրջ կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ արդեն իսկ հավաքի։ Եվ բնական է, որ հավաքի մասնակիցների եւ հավաքի տրամաբանության շրջանակում եք դուք այս քայլը փորձում անել։ Խնդիր չկա, եթե գտնում եք, որ մեր գործողությունը, ես բարձրաբանեցի, ընդ որում այդ սահմանափակումները ժամանակավոր վերաբերվում են բոլորին, ոչ միայն այստեղ գտնող հավաքի մասնակիցներին, այսինքն այնտեղ մուտք ու ելքը միայն հավաքով չի, որ սահմանափակված է, պայմանավորված է, հատուկ ընթացակարգ ամիսների ընթացքում մշակվել, պլանավորվել են այդ միջոցառումները անվտանգային, դա մի քանի կառույցներով դուք գիտեք, չբարձրաբանեմ շատ երկար, այնպես որ այնպես որ միայն ձեր հետ կապված չի դա։ Եվ եթե գտնում եք, որ մեր գործողությունները անհամաչափ են կամ ոչ իրավաչափ, դրա համար կա հատուկ իրավական ընթացակարգեր, խնդրեմ կարող եք բողոքարկել։ Ես որպեսզի բողոքարկենք, իրենք գնալու են։ Հասկանում եք բողոքարկման աննպատակահարմարությունը, բայց դուք ասացիք 2 եւ ավելի։ Ես խնդրում եմ ուղղակի ասացիք, ես լսեցի։ Մենք խնդրում ենք ձեզ, Արտակ Բեգլարյանը, ուղեկցությամբ Ալվարդի հայտնի պատճառներով մոտենան եւ նամակը հանձնեն։ Այստեղ 2 եւ ավելի ցույց տեղի չի ունենում 2 հոգուց եւ ավելի, ընդամենը Արտակ Բեգլարյանը Ալվարդի ուղեկցությամբ մոտենում եւ հանձնում է։ Կարող եք ծանոթանալ բովանդակությանը, կարող եք քննարկել ձեր վերադասի հետ, բայց սահմանափակել տեղաշարժը այս պարագայում ուղղակի անհամաչափ արգելք է մեր իրավունքն։ Գիտեք ինչ, դուք գտնում եք անհամաչափ է։ Ես իրավական հիմքերը ներկայացրեցի, որպեսզի անդադ իրավական բանավեճի չվերածվի։ Իրավական բանավեճի մասին չի խոսքը, ընդամենը ազատ տեղաշարժի սահմանափակումը, որը անտեղի է։ Եվ հոդվածներով Այո, անվտանգության մասին եք խոսում, այս 2 հոգին ինչ վտանգ են ներկայացնելու, նամակ տալու։ Ստուգ եք, թող մոտենան եւ նամակը հանձնեն։ Իրավական եւ փաստացի հիմքերը ես ներկայացրեցի։ Սահմանափակումը կապված չի միայն ձեր հավաքի հետ։ Դա ընդհանրապես միջոցառման տրամաբանության շրջանակներում եւ ոչ առաջի անգամ է։ Եվ ձեզ օրինակ բերվեց, որ առաջնորդները փողոցում քայլում էին, մարդիկ էին, մոտենում էին, խոսում էին։ Հիմա ինչ խնդիր կա այս պարագայում։ Ու ակնհայտ է, որովհետեւ այսպիսի միջոցառումների ընթացքում միշտ եղել կան եւ լինելու են նմանատիպ։ Այո, բայց դուք պահել եք այնտեղ, որտեղ այսքան մարդ չի կարող անգամ մոտիկ գնալ շենքին, չեմ ասում այդ մարդկանց։ Ու հիմա ընդամենը խնդրանքը այն է, որ 2 հոգի մոտենան այս ակցիայի նամակը հասցնեն տեղ։ Ես համոզված եմ, որ եթե դու Տեսեք, ես այսպես ասեմ, որպեսզի ես հստակ պատասխանում եմ հարցին, նման ընթացակարգ բացառված է եւ բացառում եմ, որ նման բան հնարավոր է որ լինի։ Եթե ձեզ ինչպես դիմեմ։ Կոստանյան Աննա։ Ուրախ եմ, կարևորը քաղաքացի եք ինձ համար։ Ուրեմն հարգելի Կոստանյան Աննա, ուրեմն ես կրկին անգամ կզանգարեմ կփորձեմ զուտ ուղարկի հարգանքից ելնելով քաղաքացիների խնդրանքից ելնել, բայց կրկին ասում եմ, որ ի սկզբանե դա հստակ ուղարկի ընթացակարգ է, որ սահմանված է, որ այսպես պետք է լինի։ Հիմա եկեք գնացեք դուք հեռու, ես կխոսեմ եւ կմոտենամ կասեմ։ Դուք խնդրում եմ ներկայացնել այնպես, որ պատշաճ դրսևորվի ցանկությունը։ Արտակ Բեգլարյանը ուղեկցությամբ Ալվարդի ցանկանում է մեր կողմից նամակը հասցնի տեղ եվրոպական առաջնորդներին։ Ստա եղեք, ես Համեցեք, մենք սպասենք ձեզանից տեղեկություն։ Ներկայացնեմ, պատասխանը կտամ, որից հետո արդեն կսպասենք։ Սպասում։